Պոպոկ պնդուկ մանդարինի կողքին առաստաղի պոկված կտորներն են։ Նոր տարվան նվերն է, ասում են Վարդաշենի վթարային շենքի բնակիչները։ Երեկոյան 7-ին է առաստաղը փուլ եկել տիկին Անահիտի գլխին, երբ կարի մեքենայով գործ էր անում։ Կարի մեքենան դրված է տեղ, ես տեղ եմ աշխատում, ընդհանրապես։ Ես նստած էի հենց դրա տակը, այս պատալոկի տակը։ Բայց այնքանով բախտս բերեց, որ ինքը թեքությամբ լցվեց վրես ու ոտքիս։ Ես հիմա ներկապային կաղում եմ։ Պոկված առաստաղից կատ-կատ ջուր է կաթում, բնակիչներն ասում են, որ այստեղով ոչ մի ջրի խողովակ չի անցնում, շենքի խոնավությունից է։ Շենքը 80% խոնավություն ունի։ Բոլոր բնակիչների բնակարաններում էլ ինչ-որ շաբաթվա մեջ մի բան պատահում է։ Վարդաշենի 4-րդ աստիճանի վթարային 68A եւ 66/1 շենքերի բնակիչները տարիներ շարունակ ահազանգում են շենքում անմարդկային պայմանների մասին։ Էսի հոսանքներն է, հոսանքը, էս է ջուրը, տեսնում եք ինչ վիճակում է, բաներով է փաթաթած, եթե մի կաթիլ ջուր կաթած, պաժար կընկնի։ Լավ են հիշում, Տիգրան Ավինյանը դեռ ընտրություններից առաջ խոստացել էր վերաբնակեցնել իրենց, դուրս բերել վթարային շենքերից։ Ամեն հարցել ես կյանքում լուծվող է, չլուծվող բան չկա։ Հույս ունեմ, որ պետք է լուծես։ Իսկ հիմա պարզվում է, այդքան բյուջետ չունի քաղաքապետարանը, պետք է դիմի կառավարության օգնությանը։ Խոստացել են այս ամիս հստակ պատասխանել, ինչ է լինելու Վարդաշենի հանրակացարանների ճակատագիրը։ Մարդկանց կյանքերի հետ են իրանք խաղում ձգձգելով։ Իրանց ասելով արդեն քաղաքապետարանը որոշել է, փոխանցել է կառավարությանը, վերջի փուլումը հունվարին մեզ ռեալ պատասխան կտան։ Բայց եթե շատ ձգձգեն, երևի մենք կընկնենք այդ դաշնամուրի գործարանի օրը։ Այդ վիճակն է, որտեվ ահավոր է։ Իսկ շենքը ամեն օր ցնցվում է, նոր ճաքեր տալիս, մարդկանց սիրտն էլ այնտեղ է ճաքում, քարակույտի տակ չմնան հանկարծ։ Ամեն գիշեր մենք ճռոստել լսում ենք, շարժ լսում ենք, զգում ենք էդի, բայց հնարավորություն չկա ուրիշ տեղ գնալու։ Թոշակառու մարդիկ են համարյա, հնարավորություն չկա։ Եթե հիմա մի քիչ հնարավորություն լիներ մարդկանց, իրանք կգնային մի ուրիշ տեղ վարձով կապրեին, բայց չի կարելի մարդկանց կյանքերի հետ խաղալ։ Պարբերաբար զգում ենք, ամեն օր, ամեն օր։ Մի օր մի քիչ շատ, մի օր մի քիչ քիչ, բայց ամեն օր այդ շարժը կա։ Հորդորել են սպասել, սպասում են, բայց աղետը սպասել չգիտի։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։